Գագիկ Ծառուկյանն օրինակ պատրաստ է մինչև 4-5 պետության բերել, որ երաշխավորի։ Հիմա իր բերած խաղաղությունն ավելի իրատեսական չէ, քան ձերը, որ հայատյաց Ադրբեջանի հետ դեմարդեմ եք խաղաղություն ուզում հաստատել, Տիկին Ղազարյան։ Ում հետ խաղաղություն հաստատենք։ Գագիկ Ծառուկյանի երաշխավորված խաղաղության կոնցեպտը, որ կարդացի, դա միակ գրավոր փաստաթուղթն է, դրա համար միայն դա եմ կարդացել։ Տպավորություն էր, թե մենք պատրաստվում ենք խաղաղություն հաստատել Ռուսաստանի, Բելարուսի եւ Եվրամիության հետ։ Ոնց որ խաղաղություն, եթե հաստատում ես, պետք է այդ սուբյեկտի անունն էլ ասես, հա, ում հետ ես պատրաստվում խաղաղություն հաստատել եւ ինչպես։ Ես կարծում եմ, մենք արդեն հոգնել ենք այս մասին խոսել, որ մենք տեսել ենք երաշխավորների ինստիտուտը ինչպես է աշխատում, իսկ ավելի կոնկրետ ինչպես չի աշխատում, եւ երկկողմ բանակցությունները ինչպես են աշխատում, եւ այդ չափազանց բան է, էլի հորինովի պատմությունը է, այդ պատմությունը, որ մենք հիմա երաշխավորներ կբերենք, ընդ որում մեզ են, չէ, ասում, որ իբրե Հայաստան սարքում ենք աշխարհաքաղաքական բախման կետ, իրանք բերում են բառից բուն իմաստով աշխարհաքաղաքական բախում ունեցող ուժերին Հայաստանում տեղակայեն որպես խաղաղության երաշխավոր։ Ես կարծում եմ Հայաստանի քաղաքացիների բանականությունը պետքա վիրավորվի այս սցենարներից, ինչ վերաբերում է նախորդ մեր ունեցած պատմական փորձառությանը, որը 100-ամյակներ ձգվող պատմական փորձառություն է, եւ մենք տեսել ենք, թե այդ բանի այդ տրավմատիկ փորձառությունը ունենք, եկեք այսպես էլ հենց անվանենք, հա, այդ Սևրյան Հայաստանի, որը կարծես թե երաշխավորված պետքա լիներ եւ դրա արդյունքում ստացանք սովետական Հայաստանի այն տարածքները, որում հիմա Հայաստանի Հանրապետությունը ինքնիշխան պետություն է հաստատել եւ թե 44-օրյա պատերազմից առաջ եւ հետո Ռուսաստանյան երաշխավորությունը եւ մենք այդ երաշխավորությունը ինչպես կասեր դասականը տեսել ենք եւ չենք գայթակղվել։ Մենք գիտենք, որ խաղաղությունը պետքա կառուցենք մենք, որ մեր փոխարեն մեզ համար խաղաղություն ոչ ոք չի կառուցի, մեր բոլոր այն գործընկերները, ովքեր կօգնեն մեզ հաշտվել, կօգնեն մեզ կառուցել խաղաղություն, մենք պատրաստ ենք իրենց հետ աշխատել, բայց մենք գիտենք, որ խաղաղությունը մեր կառուցածն է լինելու եւ մնացած բոլոր դերակատարները որոշակի ընդհանրապես աջակցող կամ ներկայացվածության դեր կարող են ունենալ, բայց կառուցածը պետքա մերը լինի։